Ազգային անվտանգության ծառայության զգուշացումը ժառանգության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին սահմանադրական ազատությունների ակնհայտ խախտում է։ Գործող սահմանադրության 66-րդ հոդվածը հստակ ասում է, որ ազգային ժողովում ունեցած իր կարծիքի համար որևէ падգամավոր չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Եթե նրանք այս սահմանադրությունը չեն կարդացել, հոդվածներ չեն կարդում, ուրեմն սա մի իշխանություն է, որը կարելի է ուղղակի աղբաման ուղարկել։ Լևոն Զուրաբյանի կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը փաստորեն ոչ թե ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող կառույց է, այլ ընդդիմությանը ճնշելու իշխանության գործիք։ Նա հատկապես դատապարտում է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ քաղաքական այլ ուժերի պահվածքը։ Նրանք զբաղված են այսօր փրփուրը բերանին Զարուհի Փոստանջյանին ինչ որ բաների մեջ մեղադրելու գործով։ Սա արդեն արշավ է։ Նման բան կարող է լինել, եթե թիմը որոշում է եւ շատ նմանացնում է իդեպ 37 թվականի այս արշավներին, որ իրականացվում են դիսիդենտների կամ ընդդիմադիրների դեմ։ Թևան Պողոսյանը գտնում է ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների ժամանակն է պետք է հրաժարվել հին դպրոցի սկզբունքներից ու անցնել այլ գործելավոճի։ Հույսում եմ, որ որևէ մի падգամավոր ոչ թե վախով կապնի, հակառակը կգիտակցի, որ ինքը պետք է իր աշխատանքը ավելի լավ կատարի եւ եթե հավատում է, պետք է այդ տեսակի բառեր օգտագործել, դե կօգտագործի եւ կասի։ Իսկ Լևոն Զուրաբյանի համոզմամբ այս ամենը խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունները անհանգստացած են։ Ըստ նրա դա է վկայում նաեւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստը։ Կասկած չունեմ, որ սա իշխանությունների զազրելի գործելավոճի մի շղթա է։ Լևոն Զուրաբյանի խոսքերով այս շղթայի հիմնական օղակը սահմանադրական փոփոխությունների գործընթացն է։